արձանագրենք, որ ընդհանուր առմամբ ընտրություններում լարվածության մթնոլորտ կամ չգիտեմ ինչ-որ լուրջ այնպիսի արճակատումներ, այդպիսի ընդհարումներ եւ այլն չենք արձանագրում, հա, այսինքն ես նույնիսկ կարող եմ ասել, երևի թե արդեն սովորել ենք, որ ընտրությունները դավակի միջոցառում չի, այլ ուղղակի երևի թե որ կազմակերպվում է։ Սա մեկ, բայց որոշ ընտրական տեղամասերում մենք արձանագրում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի այդ քվեարկության սենյակի մակերեսը չի համապատասխանում ընտրողների թվին, այսինքն մակերեսը այնքան փոքր է, որ եթե հաշվի առնելով նաև ընտրողների թիվը եւ հնարավոր ասենք թե հաջողությունը ինքը չի ապահովի, որպեսզի իրապես այդտեղ կուտակումներ չլինեն։ Սա մեկ։ Երկրորդը հանձնաժողովների հետ կապված, ուրեմն հանձնաժողովները չեն կարողանում լիարժեք տիրապետել այն տեսակետից, որ գոնե տեղամասային ընտրական հանձնաժողովի անմիջապես հարակից տարածքում, իսկ մենք արձանագրել ենք այդպիսի դեպքեր, նույն մարդը կամ նույն մարդիկ շարունակաբար երկար ժամանակ կարող են գտնվել տարածքի մոտ, հա, եւ դա ըստ էության գնահատում են որպես ընտրողների ուղղորդման հնարավոր տարբերակ։ Այդ հայտնի այդ դասովչիկների երևույթը ցավոք սրտի դեռևս ուրեմն մնում է օրակարգում։ Եվ այս առումով նաև ոստիկանության ծառայողները, որոնք պարտավոր են հսկողություն իրականացնում եւ որ տեսնում է, որ նույն անձը շարունակաբար գտնվում է տարածքում, պետք է ինքը հեռացնի, ոչ թե սպասի հանձնաժողովի ուրեմն նախագահի ցուցումին, սակար եւ մենք որոշ տեղերում նաև արձանագրում ենք, որ իրենք ասենք դիտորդական վստահված անձ, երբ որ ընտրական տեղամասում է գտնվում, պետք է անպայման գրանցված լինի, հա։ Արձանագրում են, որ կարող են լինել դեպքեր, որ վստահված անձը կամ դիտորդը գրանցված չի, իհարկե դա էլի տեխնիկական այն բնույթի հարց է, որ պետք է հսկի հանձնաժողովի նախագահը։ Այսինքն հանձնաժողովները այս առումով եւ հնարավոր կուտակում օպերատիվ թեկուս եւ նաեւ չգրանցված անձանց ներկայությունը հանձինս դիտորդի կամ վստահված անձի եւ նրանց տարածքից հեռացնելու այս առումով դեռևս թերանում են։ Անգամ մի հանձնաժողովի մեկականապես եղանք, ես ընդհանրապես դուրս եմ եկել դիտարկել տարածքի շուրջ, գալիս եմ տեսնում ինձ արդեն բանը գրանցելա, որ ես դուրս եկած եմ, ասենք թե այն դեպքում պետք է ուղղակի հաղորդեմ, որ ես տարածքը թողնում եմ, հա։ Այսինքն կարողությունների առումով իհարկե թե իրավապահմաններ նկատմամբ ոստիկանություն եւ հանձնաժողովները պետք է դեռևս ուրեմն այդ ուղղությամբ ահագին աշխատանք տարվի, որպեսզի տիրապետեն ընտրական գործընթացը։ Իսկ օրինակ տվյալ պարագայում ինչ իմանա, մոռացել եք զգուշացնել, դուրս է գալիս, թե ուղղակի դուրս է։ Գիտեք, շատ ճիշտ է, ինչպես ընտրողների դեպքում պետք է հանձնաժողովը շատ հստակ բացատրի անդամը, երբ որ ստանում է քվեաթերթիկը քվեարկության կարգը։ Նման կերպել նաև հանձնաժողովի տվյալ դեպքում քարտուղարը, որը գրանցում է դիտորդին կամ վստահված անձին, պետք է ամեն անգամ զգուշացնի, եթե ընտրական տեղամասը թողում եք, ապա հայտնեք, որպեսզի դուրս եք գալիս եւ առաքելությունը ավարտում եք։ Այսինքն, այստեղ ընտրական հանձնաժողովը պետք է անընդհատ այդ աշխատանքը, բացատրական աշխատանքը կատարի, որը չի արվում։